Վարդան Ղուկասյանի Գյումրիի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ փորձել ենք հասկանալ քաղաքացիների տրամադրությունները։ Թիմ ընտրություններում պարտությունը կարող է ստիպել իշխանությանը գնալ արտահերթ ընտրությունների։ Տեսակետները տարբեր են։ Ոմանք չեն կարծում, որ իրավիճակով պայմանավորված Հայաստանի իշխանությունը կանցկացնի արտահերթ համապետական ընտրություններ, թեև ցանկալի են համարում, իսկ որոշները չեն տեսնում դրա անհրաժեշտությունը։ Ես չգիտեմ ոնց հարկ կհամարեն, բայց դա ամեն դեպքում եթե ընդդիմադիրն է տվյալ տարածքներում, ժողովրդի ընտրությամբ է եղել, ես չգիտեմ հետո ոնց կդասավորվի։ Կարիք չկա։ Ինձ թվում է Գյումրիում ու Փարաքյանում ընտրությունները անկեղծ ա եղել, մաքուր ընտրություն ա եղել ու ճիշտ որոշում։ Ես կարծում եմ իշխանությունը չի գնա այդ քայլին։ Իշխանությանը ես հավան չեմ, շատ սխալներ են անում, կուզեի լինեին փոփոխություններ։ Դեպի լավ։ Հիմիկվա քաղաքականություն ոչինչ չեմ հասկանում, տարօրինակ է, շատ անորոշ։ Ճիշտն ասած, այդ ընտրությունները լրիվ սարկած էր, ես չեմ հավատում, որովհետև չգիտեմ ինչ ոնց, իմ կարծիքով Գյումրիում էլ Փարաքարում էլ պետք է ընտրվեր ԿՊ-ն։ Չեմ կարող ասել կարիք կա չկա, բայց հերթական ընտրությաններ շատ ժամանակ չի մնացել էլի ամեն դեպքում։ Իշխանությունը ինչքան շուտ հեռանա, այնքան լավ։ Արնայությունների մեջ չընկնելու համար։ Արտահերթ համապետական ընտրության պարագայում նախընտրելի քաղաքական ուժի վերաբերյալ հարցինի պատասխան քաղաքացիները հիմնականում խուսափում են անուններ հնչեցնելուց, չեն վստահում, չեն կողմնորոշվում, հիմնականում այս պատկերն է։ Որը գերակշռող ուժ ունի, էլի չեմ կարող այսպես ասել։ Պետք է իրանց արած գործերը մենք նաև տեսնենք։ Մինչև չտեսնենք իրանց արած գործը չենք կարող ասել։ Տեսնում ենք էլ ընտրության արդյունքները, ինչի համար մասնակցենք։ Իհարկե ոչ Նիկոլ Փաշինյանին։ Ես իշխանությանը չեմ հավատում, ոչ մի բանի չեմ հավատում։ Ավելի լավ է հիմիկվա, քան թե նախկիններին։ Ես ոչ մեկի ասում։ Երբ որ գա ժամանակը, իհարկե ես իմ ձայնը կտամ, ընտրությունների մասնակցելը պարտադիր է, ես այդ սկզբունքով առաջնորդվում եմ։ Չեմ որոշել դեռ։ Իշխանությանը չեմ ուզում ձայն տալ, բայց ընդդիմությունից է դեռևս չեմ գտնում մի կոնկրետ ուժ, որին կարելի է ձայն վստահել, էլի։ Նիկոլ Փաշինյան։ Ոչ մեկին։ Չեմ տեսնում այդպես քաղաքական ուժ, որ կարելի է ձայն տալ այս պահին։ Եղանակի տաքացմամբ պայմանավորված ընդդիմադիր կամ այլ ուժերի կողմից բողոքի նոր շարժումների ակնկալիքների մասին եւս քաղաքացիները տարբեր կարծիք ունեն։ Ինձ թվում է, եթե բողոքի ակցիա լինի, եղանակը ոչ մի ձևով խոչընդոտ չի հանդիսանա։ Ամեն դեպքում, եթե մտածում են, որ պետք է բողոքի ակցիա բարձրացնեմ, դա չի խոչընդոտում։ Երևի կսկսվեն։ Հնարավոր է որ սկսվեն։ Դա ինքնաբուխ է լինում այդ ակցիաները, որ ասեմ այդպես մտածում են նոր են անում, ինքնաբուխ ակցիաներ է լինում էլի։ Ես ընդհանրապես չեմ մասնակցում նման բաներին, բայց դեմ էլ չեմ։ Եթե մարդիկ ուզում են իրենց ձայնը բարձրացնել, պետք է բարձրացնեն, պետք է ինչ-որ մի ձև ասեն, որ լսող լինի, բայց ով է լսում։ Ցանկալի է որ վերսկսվեն։ Այս ներկայ իշխանությունները արդեն չափ անցնում են։ Ուշագրավ է, որ մինչ մենք զրուցում էինք քաղաքացիների հետ, մի խումբ երիտասարդներ երթով անցնում էին հաղթանակ կամրջով, արտահայտելով իրենց անվստահությունը գործող իշխանության հանդեպ։ Մերի Դանիելյան, Ստեփան Տիգրանյան, Ռինյուզ Արմենիա։